Հղի մի կին առանգվում հրապարակայնորեն նվաստացվում է, մինչ նրա մայրը դիտում է ամեն ինչ ուղիղ եթերում։ Ծառին կապված, անողոք արևի տակ, նա պայքարում է իր երեխայի կյանքի համար։ Նրանք դեռ չգիտեն, որ արդարությունը շատ ավելի մոտ է, քան թվում է։ Գյումրիում, Շիրակի մարզում, հունվարյան շոգն անողոք էր այդ կեսօրին։ Մարիամ Սարգսյանը կարգի բերեց իր լայն բլուզը 7 ամսական փորի վրա հառաչեց, զգալով երեխայի ծանրությունն ու հոգնածությունը, որը վերջին շաբաթներին տիրել էր իրեն։ Կեղծ գծկումները սկսվել էին նախորդ գիշեր, նրան ավելի հյուծված թողնելով։ Նա նայեց փոքրիկ տան պատուհանից, որը կիսում էր ամուսնու Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, տեսավ արծաթագույն բեռնատար մեքենան կայանված դիմացը։ Տարօրինակ էր Ռաֆայելի այդ այցը շաբաթվա օրվա կեսօրին, քանի որ նա սովորաբար մինչ ուշ էր աշխատում ավտոմեխանիկական արհեստանոցում։ Դուռը բացվեց մի շառաչյունով, որից նա ցնցվեց։ Ռաֆայելը ներս մտավ մի արտահայտությամբ, որը Մարիամը չէր կարողանում վերծանել։ Դա բարկություն չէր, դա անհանգստություն չէր, դա ավելի սառն էր, ավելի հաշվարկված։ Նրա հետից գալիս էր Սաբրինա Գրիգորյանը, այն կինը, որն աշխատում էր արհեստանոցի ընդունարանում։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Վերջին ամիսներին նա նկատել էր Ռաֆայելի պահվածքի նուրբ փոփոխություններ, հաղորդագրությունները, որոնք աթաքցնում էր, հաճախակի ուշացումները, աճող հեռավորությունը։ Բայց Սաբրինային այնտեղ իր տան ներսում տեսնելը, շեմը հատելիս, կարծես նա ամբողջ իրավունքն ուներ, ասես բռունցքի հարված լիներ փորին։ Ռաֆայել, ինչ է կատարվում, հարցրեց Մարիամը, փորձելով ձայնը հաստատ պահել, չնայած ներսում զգացվող դողին։ Ինչու է նա այստեղ։ Նա անմիջապես չպատասխանեց։ Փոխարենը հայացքներ փոխանակեց Սաբրինայի հետ, ում շուրթերին մի ժպիտ կար, որը չէր հասնում աչքերին։ Դա հաղթանակի ժպիտ էր, մեկի, ով վերջապես ստացել էր այն, ինչ ուզում էր։ Մարիամը ցուրտ զգաց ողնաշարի վրա։ Դու մեզ հետ կգաս, վերջապես ասաց Ռաֆայելը, ձայնը զուրկ հույզերից։ Անիմաստ է տեսարան սարքելը։ Մարիամը բնազդաբար հետ քաշվեց, ձեռքերը պաշտպանական դիրքով դրած փորի վրա։ Ուր գնալ։ Ես ոչ մի տեղ չեմ գնա ձեզ հետ։ Ռաֆայել, դու ինձ վախեցնում ես։ Ինչ է կատարվում։ Սաբրինան մի քայլ առաջ արեց, ձեռքերը կրծքին ծալած։ Դադարիր ձացնել, թե ոչինչ չգիտես, Մարիամ։ Կարծում էիր, որ հավերժ կկարողանաս Ռաֆայելին պահել այդ փորով։ Կարծում էիր, որ նա կշարունակի հավատա։ Լքո ստերին։ Ստեր։ Ինչի։ Մասին ես խոսում։ Մարիամը հուսահատորեն նայեց Ռաֆայելին, փնտրելով այն մարդու որե հետքը, ում նա սիրել էր, ում հետ ընտանիք էր պլանավորել։ Բայց այն ամենը, ինչ տեսավ, անտարբերությունն էր։ Երեխան իմը չէ, ձառնասրտորեն հայտարարեց Ռաֆայելը։ Ես գիտեմ, որ դու դավաճանել ես ինձ։ Եվ հիմա դու դրա համար կվճարես։ Բառերն այնքան անհեթեթ էին, որ Մարիամը գրեթե ծիծաղեց, բայց ծիծաղը մահացավ նրա կոկորդում, երբ տեսավ, որ նա լուրջ է խոսում։ Իմը չէ։ Ռաֆայել, ինչպես կարող ես դա ասել։ Իհարկե, քոնն է։ Մենք 4 տարի է, ինչ միասին ենք, ես երբեք չեմ դավաճանել քեզ։ Ստախոս, թքեց Սաբրինան, մի քայլ առաջ անելով։ Դու խաբել ես նրան այս ամբողջ ժամանակ, բայց հիմա վերջացավ։ Հիմա բոլորը կիմանան, թե իրականում ով ես դու։ Նախքան Մարիամը կկարողանար մարսել կատարվողը, Ռաֆայելը ուժեղ բռնեց նրա ձեռքը։ Նա փորձեց ազատվել, բայց նա շատ ավելի ուժեղ էր։ Արի շուտ, ասաց նա, քաշելով նրան դեպի դուռը։ Սաբրինան հետից եկավ, բռնելով Մարիամի պայուսակն ու սեղանի վրա դրված հեռախոսը։ Ռաֆայել։ Խնդրում եմ, բաց թող ինձ։ Դու ինձ ցավեցնում ես։ Մարիամը փորձեց դիմադրել, բայց յուրաքանչյուր կտրուկ շարժում ստիպում էր նրա մարմնին բողոքել։ Նա հղի էր, խոցելի, վախը սկսեց վերածվել խուճապի։ Ուր եք ինձ տանում։ Ինձ օգնեք։ Բայց այդ ժամին փողոցում ոչ ոք չկար։ Հարաններն աշխատում էին կամ իրենց տներում էին, պաշտպանված այրող շոքից։ Ռաֆայելը բացեց բեռնատար մեքենայի հետի դուռը, գրեթե նետեց Մարիամին ներս։ Նա ուսով հարվածեց նստատեղին ու ցավից հառաչեց, ձեռքերը դեռ պաշտպանելով փորը։ Սաբրինան նստեց նրա կողքին, արգելափակելով փախուստի ցանկացած հնարավորություն։ Եթե որե բան փորձես, կզղջաս, զգուշացրեց Սաբրինան, աչքերը փայլում էին մի թշնամանքով, որը Մարիամը երբեք չէր տեսել իր հանդեպ ուղղված։
Նրա շնչառությունը արագացել էր, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե դուրս կթռչի կրծքից։ Ռաֆայելը նստեց վարորդի նստատեղին ու միացրեց շարժիչը։ Բեռնատար մեքենան սկսեց շարժվել, քաղաքից դուրս գալով դեպի գյուղական վայր։ Մարիամը նայեց պատուհանից, փորձելով մտովի հիշել ճանապարհը, բայց արցունքներն աղոտու մեին նրա տեսողությունը։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում։ Ինչպես էր իր ամուսնությունը հասել այս կետին։ Ինչպես էր այն մարդը, ով երդվել էր սիրել պաշտպանել իրեն, հիմա առանգում նրան իր սիրուհու օգնությամբ։ Խնդրում եմ, գոնե ասացեք, թե ինչ եք ուզում ինձնից, աղաչեց Մարիամը, ձայնը կոտրված։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Երեխան քոնն է, Ռաֆայել։ Ես Աստծով եմ երդվում, քոնն է։ Լռիր, մռնչաց նա արջի նստատեղից, առանց հետ նայելու։ Նրա ձեռքերը լարված էին ղեկի վրա, մատների հոդերը սպիտակել էին ուժեղ սեղմելուց։ Բեռնատար մեքենան շարունակեց ճանապարհը ավելի ու ավելի մեկուսացված կեղտոտ ճանապարհներով։ Մարիամը մշուշոտ ճանաչեց շրջանը, դրանք Գյումրի ծայրամասում գտնվող էվկալիպտի անտառներն էին, վերանտառապատման համար օգտագործվող ցերեկը գրեթե ամայի տարածքներ։ Նրա խուճապն ուժեղացավ։ Ինչ էին նրանք պլանավորում անել նրա հետ այնտեղ, ամեն ինչից բոլորից հեռու։ Այն բանից հետո, ինչը հավերժություն թվաց, Ռաֆայելը վերջապես կանգնեցրեց բեռնատար մեքենան բարձր ծառերով շրջապատված մի բացատում։ Արը գագաթին էր, դրսի շոգը պետք է անտանելի լիներ։ Նա իջավ մեքենայից ու բացեց հետի դուռը։ Իջիր, հրամայեց նա։ Մարիամը վարանեց, բայց Սաբրինան ուժեղ հրեց նրան։ Նա սայթաքեց դուրս գալիս, գրեթե ծնկաչոք ընկնելով չոր ու ճաքճքած հողի վրա։ Շոգը հարվածեց նրան որպես ֆիզիկական ալիք, շունչը կտրելով։ Նա արդեն քրտնում էր, կոկորդը չոր զգալով։ Ռաֆայել, խնդրում եմ, ասաց նա, արցունքներն արդեն ազատորեն հոսում էին։ Ինչ էլ որ կարծես, թե ես արել եմ, մենք կարող ենք խոսել։ Բայց ոչ այստեղ, ոչ այսպես։ Մտածիր երեխայի մասին, հանուն Աստծո։ Նա անտեսեց նրա աղաչանքները։ Մեխանիկական շարժումներով նա պարան հանեց բեռնատար մեքենայի թափքից։ Մարիամի սիրտը սառեց։ Ոչ, շնջաց նա, հետ քաշվելով։ Ոչ, Ռաֆայել, մի արա դա։ Բայց նա արդեն գալիս էր դեպի նա, Սաբրինան արգելափակում էր փախուստի ցանկացած ճանապարհ։ Մարիամը փորձեց վազել, բայց նրա թույլ ոտքերն ու հղիության ծանրությունը նրան դանդաղեցրեցին։ Ռաֆայելը հասավ նրան վայրկյանների ընթացքում, դաժան ուժով բռնելով նրա ձեռքերը, մինչ քաշում էր նրան դեպի բացատի կենտրոնում գտնվող ամուր ծառը։ Նրա ձեռքերը քերծեցին ծառի կոշտ կեղը, մինչ նա ստիպում էր նրան կանգնել մեջքով դեպի բունը։ Պարանը քերծեց նրա մաշկը, մինչ նա կապում էր նրա դաստակները, բավականաչափ ձգելով հետքեր թողնելու համար։ Մարիամը հիմա հեկեկում էր, աղաչելով, բայց նրա խոսքերը կարծես ոչ մի ազդեցություն չունեին։ Երբ Ռաֆայելն ավարտեց նրան կապելը, նա մի քայլ հետ քաշվեց, նայելով իր աշխատանքին մռայլ բավարարվածությամբ։ Սաբրինան մոտեցավ, հանելով հեռախոսը գրպանից։ Մարիամը աճող սարսափով տեսավ, որ նա կազմածում է ուղիղ հեռարձակում։ Ինչ ես անում, հարցրեց Մարիամը, ձայնը խռպոտ։ Սաբրինա, խնդրում եմ, մի արա դա։ Բոլորը պետք է իմանան, թե իրականում ով ես դու, պատասխանեց Սաբրինան, մատը կախված հեռարձակումը սկսելու կոճակի վրա։ Դավաճան, ստախոս։ Եվ երբ մենք ավարտենք այստեղ, ոչ ոք քեզ չի խղճա։ Եվ հետո նա սեղմեց կոճակը։ Տեսախցիկի կարմիր լույսը սկսեց թարթել, ցույց տալով, որ նրանք ուղիղ եթերում են։ Մարիամը հուսահատության նոր ալիք զգաց։ Դա միայն այն չէր, թե ինչ էին անում նրա հետ այնտեղ, մեկուսացված անպաշտպան։ Հիմա ողջ աշխարհը կարող էր ականատես լինել նրա նվաստացմանը։ Ուղիղ հեռարձակումը սկսվել էր, Սաբրինան հեռախոսը ամուր բռնած էր մի ձեռքով, տեսախցիկը ուղղակիորեն կենտրոնացած էր ծառին կապված Մարիամի վրա։ Քրտինքն արդեն սկսել էր հոսել Մարիամի ճակատից, թրջելով նրա շագանակագույն մազերը։ Շոկը խեղդող էր, նա զգում էր, թե ինչպես է բերանը գնալով չորանում։ Ծարավը սկսում էր վերածվել ֆիզիկական տանջանքի։ Տեսեք, թե ով է այստեղ, սկսեց Սաբրինան կեղծ ուրախ ձայնով, տեսախցիկը դարձնելով դեպի իրեն, նախքան նորից կենտրոնանալը Մարիամի վրա։ Սա Մարիամ Սարգսյանն է, այն կինը, ով ամիսներ շարունակ խաբել է իր ամուսնուն, ստիպելով նրան հավատալ, որ իր կրած երեխան իրենն է։
Բայց ճշմարտությունը միշտ դուրս է գալիս, չէ՞։ Դա ճիշտ չէ, կարողացավ ասել Մարիամը, չնայած նրա ձայնը թույլ դողդոջ ուներ։ Ռաֆայել, խնդրում եմ, դու գիտես, որ դա ճիշտ չէ։ Ինչպես կարող ես հավատալ նրան։ Ռաֆայելը մնացել էր Սաբրինայից մի քանի քայլ հետ, ձեռքերը կրծքին ծալած, դեմքը անտարբերության դիմակ։ Բայց Մարիամը ճանաչում էր այդ մարդուն, կամ գոնե կարծո էր, որ ճանաչում էր։ Նա ինչ-որ բան էր տեսնում նրա աչքերում, մի վարանում, միգուցե կասկածի ստվեր։ Բայց երբ Սաբրինան նայեց նրան, աջակցություն ակնկալելով, Ռաֆայելը խստացրեց դեմքի արտահայտությունը։ Նա ստում է, ասաց նա, բայց նրա ձայնը նախկին համոզմունքը չուներ։ Սաբրինան ինձ ապացույցները ցույց տվեց։ Ապացույցներ։ Ինչ ապացույցներ։ Մարիամը իր ներսում աճող հուսահատության զայրույթի խառնուրդ զգաց։ Ինչ ապացույցներ, Ռաֆայել։ Կեղծ հաղորդագրություններ։ Մանիպուլյացիայի ենթարկված լուսանկարներ։ Ինչպես կարող ես հավատալ նրան ինձ, քո կնոջս փոխարեն։ Սաբրինան ավելի մոտեցավ, հեռախոսը գրեթե Մարիամի դեմքին։ Մեկնաբանությունները սկսեցին հայտնվել հեռարձակման էկրանին։ Որոշները Մարիամին աջակցող էին, մյուսները դաժան ու դատապարտող։ Դիտողների թիվն աճում էր ամեն վայրկյան, 50, 100, 200 մարդ։ Ջուր, աղաչեց Մարիամը, անտեսելով տեսախցիկը։ Խնդրում եմ, ինձ ջուր տվեք։ Շատ շոգ է, երեխան կարիք ունի։ Նա թեթ կծկում զգաց, դեռ ցավոտ չէր, բայց անհանգստացնող հիշեցում էր իր վիճակի մասին։ Ստր։ Եսն ու շոկը ազդում էին նրա մարմնի վրա, նա վախենում էր հետանքներից։ Սաբրինան դաժանորեն ծիծաղեց։ Ջո՛ր։ Կարծում ես, որ ջրի ես արժանի այն ամենից հետո, ինչ արել ես։ Դու կործանել ես Ռաֆայելի կյանքը, հիմա կարեկցությունն ես ուզում։ Մարիամը փակեց աչքերը, փորձելով արգելափակել Սաբրինայի ձայնը, փորձելով կենտրոնանալ շնչառության վրա։ Նա պետք է հանգիստ մնար երեխայի համար։ Պետք է ելք գտներ այդ իրավիճակից։ Բայց կապված լինելով այրող արի տակ, առանց ջրի, առանց օգնության, նա իրեն լիովին անզոր էր զգում։ Մինչդեռ կիլոմետրեր հեռու Վանաձորում Լոռու մարզում մի համեստ տանը տիկին Անահիտ Թորոսյանը ճաշ էր պատրաստում, երբ նրա բջջային հեռախոսը թրթռաց։ Նա հենց նոր էր ավարտել ամանները լվանալը, մտածում էր զանգահարել դստերը, ինչպես անում էր ամեն օր։ Մարիամը միշտ պատասխանում էր, միշտ այդ քաղցր ձայնով պատմելով հղիության, երեխայի համար նախապատրաստությունների, ապագայի համար ունեցած երազանքների մասին։ Տիկին Անահիտը վերցրեց բջջային հեռախոսը, տեսավ մի տարօրինակ ծանուցում։ Եկեղեցուց մի ընկերուհի հղում էր ուղղա։ Լքել մի քանի շտապ հաղորդագրություններով։ Անահիտ, դա Մարիամը չէ՞։ Աստված իմ, ինչ է կատարվում նրա հետ։ Տիկին Անահիտի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Դողացող մատներով նա սեղմեց հղման վրա։ Էկրանը բացվեց, ցույց տալով ուղիղ հեռարձակում, այն, ինչ նա տեսավ, սառեցրեց արյունը նրա երակներում։ Այնտեղ էր իր դուստրը, իր Մարիամը, կապված ծառին, դեմքը կարմիր շոքից ու արցունքներից, մեծ փորը հստակ տեսանելի նույնիսկ հեռվից։ Մարիամ, բղավեց տիկին Անահիտը բջջային հեռախոսի էկրանին, կարծես դուստրը կարող էր լսել իրեն։ Նրա մատները այնքան ուժեղ սեղմեցին սարքը, որ սկսեցին ցավել։ Ինչ են անում քեզ հետ, աղջիկս։ Նա տեսանյութում ճանաչեց Ռաֆայելին, չնայած նա մասամբ կադրից դուրս էր։ Եվ կար մեկ այլ կին, մեկը, ում տիկին Անահիտը երբեք չէր տեսել, տեսախցիկը բռնած սարսափելի բաներ ասելով Մարիամի մասին։ Դավաճանություն։ Ստեր։ Դրանցից ոչ մեկը իմաստ չուներ։ Մարիամը ի վիճակի չէր դավաճանել Ռաֆայելին, նա սիրում էր այդ մարդուն, նա հրաժարվել էր այնքան բաներից, նրա հետ կյանք կառուցելու համար։ Տիկին Անահիտի ձեռքերն այնքան էին դողում, որ նա գրեթե գցեց բջջային հեռախոսը։ Նա պետք է գործեր, պետք է ինչ-որ բան աներ։ Արագացած մտքերով նա զանգահարեց ոստիկանություն, բայց բառերը խճճված էին, շփոթված։ Ուղիղ հեռարձակում, իմ դուստրը կապված է, Գյումրի, խնդրում եմ, ինչ-որ բան արեք։ Օպերատորը փորձեց հանգստացնել նրան, մանրամասներ, հասցեներ խնդրելով, բայց տիկին Անահիտը չգիտեր, թե Մարիամը ճիշտ որտեղ էր։ Այն ամենը, ինչ նա տեսնում էր, անտառ էր, ծառեր, իր դուստրը վտանգի մեջ էր։ Նա հեռարձակման հղումն ուղարկեց ոստիկանություն, առանց երկար մտածելու, վերցրեց մեքենայի բանալիները։ Ոչ, ասաց օպերատորը հեռախոսի մյուս կողմից։
Տիկին, դուք չպետք է մենակ գնաք, դա վտանգավոր է։ Մեր թիմն արդեն ճանապարհին է։ Բայց տիկին Անահիտն արդեն դռան մոտ էր։ Դա իր դուստրն էր, իր աղջիկը, նա չէր պատրաստվում անգործ մնալ, սպասելով, մինչ Մարիամը տառապում էր։ Վանաձորից Գյումրի ճանապարհը կտեր ավելի քան 4 ժամ, բայց նա կաներ դա 3 ժամում, եթե անհրաժեշտ լիներ։ Հետ դեպի բացատ, Մարիամը պայքարում էր գիտակցությունը պահպանելու համար։ Նա կորցրել էր ժամանակի զգացումը։ Որքան ժամանակ էր այ։ Նտեղ։ Մի ժամ։ 2։ Արը կարծես ուժգնացել էր, այրելով նրա մերկ մաշկը։ Նրա բերանն այնքան չոր էր, որ յուրաքանչյուր շունչ կարծես քերծում էր կոկորդը։ Կծկումներն այժմ ավելի հաճախակի էին, նա գիտեր, որ շտապ բժշկական օգնության կարիք ուներ։ Սաբրինան դեռ բռնած էր հեռախոսը, չնայած նրա սկզբնական ոգորությունը փոքր ինչ նվազել էր։ Նա բարձրաձայն կարդում էր մեկնաբանությունները, ընտրովիորեն ընտրելով նրանք, որոնք աջակցում էին իր գործողություններին։ Տեսեք, ժողովուրդը համաձայն է ինձ հետ։ User 7788-ն ասում է, դավաճանները պետք է տառապեն։ Եվ այստեղ Պաուլո Սանտոսը մեկնաբանել է, նա ինքն է փորել իր գերեզմանը։ Բայց կային այլ մեկնաբանություններ, որոնք Սաբրինան միտումնավոր անտեսում էր։ Մարդիկ շտապօգնություն կանչելու խնդրանքներով, ասելով, որ դա անմարդկային է, որ հղի կինը վտանգի մեջ է։ Ոմանք նույնիսկ սպառնում էին ոստիկանություն կանչել, եթե Սաբրինան անմիջապես չդադարեր։ Ռաֆայելը նստած էր բեռնատար մեքենայի թափքում, հեռու գործողությունների կենտրոնից։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, նա թաքցրեց դրանք ոտքերի արա։ Նքում։ Նա դիտում էր Մարիամին, տեսնում էր նրա տառապանքը, նրա մի մասը, որը նա փորձում էր խեղդել, զղջում էր զգում։ Երբ Սաբրինան նրան ցույց էր տվել Մարիամի մեկ այլ տղամարդու միջ ենթադրաբար փոխանակված հաղորդագրությունները, նա կատաղել էր։ Բայց հիմա, իր կնոջը այդ վիճակում տեսնելով, նա սկսեց կասկածել, արդյոք չափազանց շտապողական չէր արել։ Սաբրինա, վարանելով կանչեց նա։ Կարծում եմ, բավական է։ Նա վատ է։ Սաբրինան կտրուկ շրջվեց դեպի նա, աչքերը կայծակնում էին։ Բավական կլինի, երբ ես ասեմ, որ բավական է։ Նա դեռ չի խոստովանել։ Դեռ չի խոստովանել, թե ինչ է արել քեզ հետ, մեզ հետ։ Ռաֆայելը ձեռքով անցկացրեց մազերի վրայով, հիասթափված։ Բայց նայիր նրան, Սաբրինա։ Նա 7 ամսական հղի է։ Եթե նրա կամ երեխայի հետ ինչ-որ բան պատահի, մենք դրա համար կպատասխանենք։ Դա կարող է բանտարկության պատճառ դառնալ։ Եվ կարծում ես, թե ով է բանտում հայտնվելու։ Սաբրինան մոտեցավ նրան, ձայնը իջեցնելով, բայց հեռախոսը դեռ գրավում էր խոսակցության հատվածները։ Դա քո հաղորդագրություններն էին նրա հետ, որոնք ես կալան։ Ավորեցի։ Դա քո մեղադրանքներն էին։ Ես չէի, որ նրան կապեցի այնտեղ, դու էիր։ Դա ճիշտ չէ, բողոքեց Ռաֆայելը, բայց նրա ձայնը թույլ էր։ Սաբրինան ամեն ինչ պլանավորել էր, համոզելով նրան, որ դա Մարիամին խոստովանելու միակ միջոցն էր։ Բայց նա մասնակցել էր, նա Մարիամին բերել էր այստեղ, նա կապել էր նրան իր ձեռքերով։ Մեղքը նա իրենն էր, նա գիտեր դա։ Մարիամը ջանքով բարձրացրեց գլուխը։ Նա կարող էր լսել նրանց միջվեճը, չնայած ձայները խեղաթյուրված էին հասնում, կարծես շատ հեռվից։ Ռաֆայելը կասկածներ ուներ։ Նա դա տեսավ նրա աչքերում, լսեց նրա ձայնի վարանումում։ Միգուցե դեռ հնարավորություն կար հասնել նրան։ Ռաֆայել, կանչեց նա, ձայնը խռպոտ թույլ։ Խնդրում եմ, հիշիր մեզ։ Հիշիր, երբ մենք ծանոթացանք, այն ամենը, ինչ մենք միասին պլանավորեցինք։ Դու իսկապես հավատում ես, որ ես դա կանեի քեզ հետ։ Որ ես այդպես կկործանեի մեր ընտանիքը։ Ռաֆայելը նայեց նրան մի պահ, ընդամենը կարճ մի պահ, Մարիամը տեսավ այն մարդուն, ում սիրում էր։ Այն մարդուն, ով նրան ամուսնության առաջարկություն էր արել Սանա լճի ափին, ով ուրա։ Խությունից լացել էր, երբ իմացել էին հղիության մասին, ով ժամեր էր անցկացնում նրա փորի հետ խոսելով, պատմություններ պատմելով դեռ չծնված երեխային։ Ուր էր գնացել այդ մարդը։ Մի լսիր նրան, Ռաֆայել, արագ միջամտեց Սաբրինան։ Նա մանիպուլյացիայի վարպետ է։ Այդպես է նա քեզ խաբել այս ամբողջ ժամանակ։ Մարիամը փակեց աչքերը, արցունքներն այրում էին։
Նա հիշեց երջանիկ պահերը, կիրակի կեսօրները ընկերների հետ խորոված պատրաստելը, երեկոները բազմոցին գրկախառնված ֆիլմեր դիտելը, երեխայի սենյակի համար պլանները։ Նրանք միասին էին ընտրել անունը՝ Դավիթ, եթե տղա լիներ, Ջուլիա, եթե աղջիկ լիներ։ Ռաֆայելը փայտե մահճակալ էր գնել, շաբաթներ էր ծախսել այն հավաքելու զարդարելու վրա։ Որտեղից էր սկսվել կոտրվածքը։ Երբ Սաբրինան մտավ նրանց կյանք, նա բացեց աչքերը, ուղղակիորեն նայեց տեսախցիկին, որը Սաբրինան դեռ բռնած էր։ «Իմ անունը Մարիամ Սարգսյան է», ասաց նա, հավաքելով այն ամբողջ ուժը, որը դեռ ուներ։ «Ես 7 ամսական հղի եմ իմ ամուսնու՝ Ռաֆայել Հովհաննիսյանի երեխայից։ Ես երբեք նրան չեմ դավաճանել, երբեք նրան չեմ ստել։ Եվ թե որե մեկը դա դիտում է, խնդրում եմ, օգնություն կանչեք։ Խնդրում եմ, փրկեք իմ երեխային»։ Նրա ձայնը կոտրվեց վերջում, նա մի կծկում զգաց, այս անգամ ավելի ուժեղ։ Նա հառաչեց, մարմինը կորացնելով այնքան, որքան պարանը թույլ էր տալիս։ Ցավը տարածվում էր մեջքի որովայնի միջով, նա վախենում էր, թե ինչ էր դա նշանակում։ Սաբրինան մի ակնթարթով իջեցրեց հեռախոսը, առաջին անգամ անհանգստացած թվալով։ Մարիամի խոստովանությունը, այնքան ուղիղ ու սահատ, ինչ-որ բանի էր դիպել։ Բայց նա թափահարեց գլուխը, մերժելով կարեկցանքի որե հետք։ «Լավ դերասանություն», չորսրտորեն ասաց նա։ «Բայց մենք երկուսս էլ գիտենք ճշմարտությունը»։ Այնուամենայնիվ, հեռարձակման մեկնաբանություններն ավելի քննադատական էին դառնում։ Ավելի շատ մարդիկ խնդրում էին դադարեցնել, ասելով, որ դա անհեթեթություն է։ Ոմանք արդեն հաղորդել էին տեսանյութի մասին, մեկնաբանություններում լուրեր կային, որ ոստիկանությունն արդեն ճանապարհին է։ Ռաֆայելը տեսավ մի կոնկրետ մեկնաբանություն, որում ասվում էր. «Դուք բանտ կընկնեք դրա համար, խելագարների բանդա»։ Նա զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Բանտ։ Նա երբեք չէր մտածել բանտի մասին։ Սաբրինան ամեն ինչ ներկայացրել էր որպես արդարություն հաստատելու միջոց, Մարիամին ենթադրյալ դավաճանության համար բացահայտելու համար։ Բայց եթե նա չէր դավաճանել։ Եվ եթե Սաբրինան ամեն ինչ հորինել էր։ «Սաբրինա», ասաց նա, ձայնն այժմ ավելի հաստատուն։ «Նորից ցույց տուր ինձ հաղորդագրությունները։ Այն ապացույցները, որոնք դու ինձ տվեցիր»։ Սաբրինան թարթեց աչքերը, զարմացած։ «Ինչո՞վ։ Դու արդեն տեսել ես»։ «Ես ուզում եմ նորից տեսնել», պնդեց Ռաֆայելը, վեր կենալով։ «Հիմա»։ Սաբրինան վարանեց։ Նա գիտեր, որ իր հորինած հաղորդագրությունները չէին դիմանա շատ մանրամասն քննության։ Դրանք շտապ էին ստեղծվել, կեղծ զրույցների էկրանի լուսանկարներ։ Եթե Ռաֆայելը սկսեր կասկածել, եթե սկսեր իսկապես հետաքննել, ամբողջ խաբեությունը կփլուզվեր։ Հետո, շտապելով, ասաց նա. «Նախ այստեղ ավարտենք»։ Ռաֆայելը հոնքերը կնճռեց։ «Ոչ, հիմա։ Եթե դու այդքան վստահ ես, որ Մարիամը դավաճանել է ինձ, ապա նորից ցույց տա»։ Լու խնդիր չկա, չէ՞։ Նրանց միջ լարվածությունն աճեց։ Մարիամը դիտում էր, շփոթված հույսով լի։ Ռաֆայելը սկսում էր կասկածել։ Միգուցե ամեն ինչ դեռ կորած չէր։ Միգուցե նա կհասկանար, որ մանիպուլյացիայի էր ենթարկվում։ Մինչդեռ, տիկին Անահիտը Երան Գյումրի մայրուղով մեքենա էր վարում ավելի արագ, քան երբը։ Նրա փոքրիկ հին մեքենան թրթռում էր արագությունից, բայց նա չէր դանդաղեցնում տեմպը։ Ուղորի նստատեղին հեռախոսը ամրացված էր ամրակին, ցույց տալով ուղիղ հեռարձակումը, որը դեռ ակտիվ էր։ Նա չէր ուզում դիտել, ամեն վայրկյան տանջանք էր իր դստերը այդ վիճակում տեսնելը, բայց նա չէր կարողանում աչքերը կտրել։ Նա պետք է իմանար, որ Մարիամը դեռ լավ է, որ դեռ գիտակից է։ Հեռախոսը զանգեց։ Դա Գյումրիի ոստիկանության հետաքննիչն էր, ով ստանձնել էր գործը։ Տիկին Թորոսյան, մենք կարողացանք մոտավորապես հետել հեռարձակման վայրին ինտերնետի ազդանշանի միջոցով։ Մենք հիմա շարժվում ենք դեպի այդ տարածքը։ Որքան ժամանակ, հարցրեց տիկին Անահիտը, ձայնը կոտրված։ Որքան ժամանակ է հասնել նրան։ Մոտ 20 րոպե, միգուցե ավելի քիչ։ Բայց տիկին, ես պետք է խնդրեմ, որ դուք չգնաք այնտեղ։ Իրավիճակը կարող է վտանգավոր լինել։ 20 րոպե, մտածեց տիկին Անահիտը։ Եվ նա դեռ 1.5 ժամ հեռու էր։ Բավական կլիներ։ Արդյոք ոստիկանությունը ժամանակին կհասնի։
Եվ եթե Մարիամի հետ ինչ-որ բան պատահի մինչ այդ, նա ավելի ուժեղ սեղմեց արագացուցիչը, լուր աղոթելով, պաշտպանություն, ուժ խնդրելով։ «Դիմացիր, աղջիկս», մրմնջաց նա։ «Մի քիչ էլ դիմացիր։ Մայրիկը գալիս է քեզ հետ վերցնելու»։ Բացատում շոգ կեսօրվա խեղդող օդը կտրեց շչակների ձայնը։ Ռաֆայելն ու Սաբրինան իրար նայեցին, խուճապը տիրեց երկուսին էլ։ Ուղիղ հեռարձակումը դեռ ակտիվ էր, Սաբրինան արագ փորձեց դադարեցնել այն, բայց մատներն այնքան էին դողում, որ նա գցեց հեռախոսը հողի վրա։ Ճաքած էկրանը շարունակում էր հեռարձակել, գրավելով այն պահը, երբ ծառերի արանքից հայտնվեցին ոստիկանության երկու մեքենաներ, փոշի բարձրացնելով։ Ոստիկանները դուրս եկան մեքենաներից, ձեռքերը զենքերի վրա, բայց չհանեցին դրանք։ Նրանց արջի տեսարանն այնքան տարօրինակ էր, որքան անհանգստացնող։ Ծառին կապված հղի կին, ակնհայտորեն թուլացած մի տղամարդ կանգնած բեռնատար մեքենայի մոտ մի կին գետնին, փորձելով վերցնել բջջային հեռախոսը։ Ոստիկանություն։ Ձեռքերը այնտեղ, որտեղ կարող եմ տեսնել, բղավեց սերժանտ Օլիվերյանը, 50 տարեկան մի տղամարդ, ճգնաժամային իրավիճակներում մեծ փորձով։ Ոչ ոք չի շարժվում։ Ռաֆայելն անմիջապես բարձրացրեց ձեռքերը, դեմքը գունատ էր։ Սաբրինան, ավելի դանդաղ, նույնպես հնազանդվեց, բայց նրա հայացքը մարտահրավեր էր պարունակում։ Նա դեռ հավատում էր ինչ-որ այլասերված մակարդակում, որ ճիշտ էր, որ այն, ինչ արել էին, արդարացված էր։ Ոստիկաններից մեկը, կապրալ Մենդեսյանը, անմիջապես վազեց Մարիամի մոտ։ «Տիկին, ինձ լսում եք։ Մենք ձեզ այստեղից կհանենք, լավ»։ Մարիամը փորձեց պատասխանել, բայց նրա կոկորդն այնքան չոր էր, որ միայն խռպոտ ձայն դուրս եկավ։ Նա թեթակի գլխով արեց, արցունքները նորից հոսում էին։ Օգնությունն այնտեղ էր։ Վերջապես, այն բանից հետո, ինչը հավերժություն թվաց տառապանքի, ինչ-որ մեկը եկել էր փրկելու նրան։ Կապրալ Մենդեսյանը սկսեց աշխատել պարանի հանգույցների վրա, որոնք ձիգ էին դժվար էր քանդել։ Մինչդեռ, մեկ այլ ոստիկան ջուր բերեց։ Դանդաղ, ասաց նա, օգնելով Մարիամին փոքր կումերով խմել։ «Մի շտապեք»։ Թարմ ջուրը նրա ճաքճքած շուրթերին հրաշքի պես էր։ Մարիամը խմեց անհագորեն, զգալով, թե ինչպես է կյանքը քիչ-քիչ վերադառնում մարմնին։ Երբ վերջապես կարողացան ազատել նրան, նրա ոտքերը տեղի տվեցին։ Կապրալ Մենդեսյանը պահեց նրան, նախքան նա կընկներ, օգնելով նրան նստել ստվերում։ «Իմ երեխան», Մարիամի առաջին հստակ բառերն էին։ «Խնդրում եմ, իմ երեխան լավ է»։ «Մենք շտապօգնություն ենք կանչել, ճանապարհին է», հավաստիացրեց ոստիկանը։ «Ձեզ կզննեն, ամեն ինչ լավ կլինի»։ Սերժանտ Օլիվերյանը մոտեցավ Ռաֆայելին Սաբրինային։ «Դուք երկուստ էլ, դեպի մեքենան»։ «Հիմա»։ «Մենք ոչ մի վատ բան չենք արել», ասաց Սաբրինան, ձայնը բարձրացնելով։ Նա դավաճանել է ամուսնուն։ «Մենք պարզապես ուզում էինք, որ նա խոստովաներ։ Դրա համար ենք դա արել, դա արդարություն էր»։ «Արդարություն»։ Սերժանտը նայեց նրան, կարծես նա լիովին կորցրել էր մտքերը։ «Դուք հղի կնոջը ծառին կապեցիք այրող արի տակ դա։ Ուղիղ հեռարձակեցիք։ Դուք պատկերացնու՞մ եք ձեր արածի լրջությունը»։ Ռաֆայելը լուռ էր, ձեռքերը դեռ բարձրացրած, աչքերը հառած Մարիամին։ Նրան պահում էին ոստիկանները, ջուր էր խմում, ակնհայտորեն թուլացած էր։ Ինչ էր արել նա։ Ինչպես էր թույլ տվել, որ ամեն ինչ հասնի այս կետին։ Սաբրինան նրան հաղորդագրություններ էր ցույց տվել, ասել էր, որ Մարիամը դավաճանում է իրեն, բայց եթե ամեն ինչ սուտ էր։ Եվ եթե նա կործանել էր իր ընտանիքը ոչնչի համար։ Նա ինքն իրեն կապեց, Սաբրինան նորից փորձեց, ձայնն արդեն գրեթե հիստերիկ էր։ Նա դա արեց, մեզ մեղադրելու համար։ Մեզ չարագործ դարձնելու համար։ Սերժանտ Օլիվերյանը վերցրեց գետնին ընկած հեռախոսը։ Ճաքած էկրանը դեռ ցույց էր տալիս ուղիղ հեռարձակումը, որը դադարեցվել էր, բայց ամեն ինչ ձայնագրված էր։ «Մենք ունենք ավելի քան 1000 վկա, ովքեր դիտել են, թե ինչպես եք դուք դա արել», հանգիստ ասաց նա։ «Եվ ես վստահ եմ, որ շատ մարդիկ ձայնագրել են, նախքան հեռարձակումը կդադարեցվեր։ Դուք չեք կարողանա ազատվել դրանից»։ Սաբրինան գունատվեց։ Իրականությունը վերջապես սկսեց ներթափանցելն։ Նրա այլասերված մտքի մեջ։ Նա նայեց Ռաֆայելին, աջակցություն ակնկալելով, բայց նա չէր նայում իրեն։ Նրա աչքերը հառած էին Մարիամին։
Երկուսին էլ ձեռնաշխտաներով տարան ու տեղավորեցին տարբեր ոստիկանական մեքենաներում։ Ռաֆայելը չդիմադրեց, շարժվելով ավտոմատի նման։ Սաբրինան մյուս կողմից բղավում էր, ասելով, որ անարդար է, որ Մարիամն է իրական հանցագործը։ Բայց նրա խոսքերը խուլ ականջներին էին հասնում։ Շտապօգնությունը ժամանեց մոտ 10 րոպե անց։ Բուժաշխատողներն անմիջապես սկսեցին զննել Մարիամին, ստուգելով նրա երեխայի կենսական նշանները։ Նրա սրտի զարկերը արագացած էին, արյան ճնշումը ցածր էր, նա ցույց էր տալիս ծանր ջրազրկման հստակ նշաններ։ Բայց ամենաանհանգստացնողը կանոնավոր կծկումներն էին։ Մենք պետք է նրան անմիջապես տեղափոխենք հիվանդանոց, ասաց բուժքույրը, Ֆերնանդա անունով մի երիտասարդ կին։ Նա կարող է վաղաժամ ծննդաբերության մեջ լինել։ Մարիամը բռնեց Ֆերնանդայի ձեռքը։ Իմ մայրիկը, շշնջաց նա։ Իմ մայրիկը գալիս է։ Տիկին Անահիտ Թորոսյան։ Խնդրում եմ, տեղեկացրեք նրան։ Մենք կտեղեկացնենք, խոստացավ Ֆ. Ռնանդան, օգնելով Մարիամին տեղադրել պատգարակի վրա։ Բայց հիմա առաջնահերթությունը ձեր երեխային խնամելն է։ Մինչ շտապօգնությունը մեկնում էր դեպի Գյումրիի մարզային հիվանդանոց, շչակների արձագանքները անտառում, տիկին Անահիտը դեռ մայրուղում էր։ Նրա հեռախոսը նորից զանգեց, նա արագ պատասխանեց։ Տիկին Թորոսյան։ Այստեղ սերժանտ Օլիվերյանն է։ Մենք գտել ենք ձեր դստերը։ Նա հիմա ճանապարհին է դեպի մարզային հիվանդանոց։ Տիկին Անահիտը այնքան մեծ թեթություն զգաց, որ սկսեց լացել։ Նա լավ է։ Իսկ երեխան։ Նա ջրազրկված է, կծկումներ ունի, բայց գիտակից է լավ խնամվում է։ Թվում է, թե ամեն ինչ լավ կլինի։ Ինչ վերաբերում է ձեզ, հիմա որտեղ եք։ Ես անցնում եմ Սպիտակով։ 1 ժամից պետք է Գյումրի հասնեմ։ Զգուշությամբ վարեք, տիկին։ Ձեր դուստրը ձեզ ամբողջականի կարիք կունենա, երբ հասնեք։ Տիկին Անահիտը համաձայնեց, բայց չդանդաղեցրեց արագությունը։ 1 ժամը դեռ երկար ժամանակ էր թվում։ Նա ուզում էր այնտեղ լինել, բռնել դստեր ձեռքը, ասել, որ հիմա ամեն ինչ լավ կլինի։ Որ մղձավանջը վերջացել է։ Հիվանդանոցում Արիամին անմիջապես տեղափոխեցին մանկաբարձական շտապ օգնության սենյակ։ Բժիշկներն ու բուժքույրերը շրջապատեցին նրան, ներարկեցին հեղուկներ ջրազրկման համար, մոնիտորինգի ենթարկեցին երեխային ուլտրաձայնային հետազոտությամբ։ Բոլորի մեծ թեթության համար երեխայի սիրտը ուժեղ կանոնավոր էր բաբախում։ Կծկումները սկսեցին նվազել համապատասխան դեղամիջոցների ներարկումից հետո։ Բժշկուհի Կարլա Սուքիասյանը, հերթապահ մանկաբարձը, զգուշորեն զննեց Մարիամին։ Դուք շատ ուժեղ էիք, քնքշորեն ասաց նա։ Եվ դուք, ձեր երեխան մարտիկներ եք։ Մենք ձեզ կպահենք հսկողության տակ, բայց թվում է, թե կարողացանք կայունացնել իրավիճակը։ Երեխան կարողացավ հարցնել Մարիամը, ձայնը դեռ թույլ։ Նա իսկապես լավ է։ Կենսական նշանները կատարյալ են։ Քանի շաբաթական եք։ 31 շաբաթական։ Այդ դեպքում դեռ վաղ է, բայց անհրաժեշտության դեպքում մենք այստեղ ունենք հիանալի նորածինների վերակենդանացման բաժանմունք։ Բայց մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որ այս երեխան մի քանի շաբաթ այնտեղ տակ մնա, լավ։ Մարիամը գլխով արեց, վերջապես թու։ Իլ տալով իրեն մի փոքր հանգստանալ։ Նա ապահով էր։ Նրա երեխան ապահով էր։ Ամեն ինչ դեռ սյուրռեալիստական մղձավանջ էր թվում, բայց գոնե վատագույնն անցել էր։ Մինչդեռ ոստիկանական բաժանմունքում Ռաֆայելն ու Սաբրինան գտնվում էին առանձին հարցաքննության սենյակներում։ Սաբրինան շարունակում էր պնդել, որ ոչ մի վատ բան չի արել, որ Մարիամն արժանի էր կատարվածին, որ նա մանիպուլյատիվ կնոջ զոհ էր։ Բայց հետաքննիչներն ունեին ուղիղ հեռարձակումը, ունեին վկաներ, ունեին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Հարան սենյակում Ռաֆայելը լուռ էր։ Նրա արջի հետաքննիչ Ֆերդինանդյանը ուշադիր դիտում էր նրան։ Կուզեք պատմել մեզ, թե ինչ է կատարվել, Ռաֆայել։ Ռաֆայելը ձեռքերով անցկացրեց դեմքի վրայով։ Ես հիմար էի, վերջապես ասաց նա։ Սաբրինան ինձ հաղորդագրություններ ցույց տվեց։ Ասաց, որ Մարիամը դավաճանում է ինձ, որ երեխան իմը չէ։ Ես կուրացա զայրույթից։ Ես իսկապես կարծում էի, որ ճիշտ բան եմ անում, ճշմարտությունը բացահայտելով։ Եվ հիմա։ Դուք դեռ հավատում եք դրան։ Ռաֆայելը գլխով արեց։
Ոչ։ Մարիամին այդ վիճակում տես։ Տեսնելով, թե ինչ եմ արել նրան, հասկացա, որ խաբվել եմ։ Սաբրինան ինձ մանիպուլյացիայի է ենթարկել, բայց դա ինձ չի արդարացնում։ Ես իմ հղի կնոջը ծառին կապեցի։ Ես տեսա, թե ինչպես է նա տառապում ոչինչ չարեցի կանխելու համար։ Հետաքննիչը գրառումներ արեց։ Այն հաղորդագրությունները, որոնք Սաբրինան ցույց տվեց, դուք դեռ ունեք դրանք։ Նա ցույց տվեց իր հեռախոսով, բայց ինձ չուղարկեց։ Ասաց, որ հետո կուղարկի, բայց երբեք չուղարկեց։ Հետաքննիչը գլխով արեց։ Մենք պետք է նրա հեռախոսը վերցնենք։ Եվ ձեզ փաստաբան է պետք, Ռաֆայել։ Ձեր արածը շատ լուրջ է։ Ռաֆայելը գիտեր։ Նա գիտեր, որ իր կյանքը, ինչպես գիտեր, ավարտվել էր։ Եվ ամեն ինչ ստի մանիպուլյացիայի պատճառով։ Նա ամեն ինչ կործանել էր իր ձեռքերով։ Տիկին Անահիտը վազելով մտավ Գյումրիի մարզային հիվանդանոց, սիրտը բաբախում էր։ Նրա աչքերը կարմիր էին ճանապարհին այնքան լացելուց, նրա ոտքերը դողում էին հյուծվածությունից ու լարվածությունից։ Նա վազեց դեպի ընդունարան, գրեթե առանց շնչի։ Իմ դուստրը, Մարիամ Սարգսյանը, նա այստեղ է։ Որտեղ է նա։ Ընդունարանի ա։ Աշխատողը, տեսնելով տարեց կնոջ դեմքին դրոշմված հուսահատությունը, արագ ստուգեց համակարգը։ Երրորդ հարկ, մանկաբարձական բաժանմունք, 312-րդ սենյակ։ Բայց տիկին, ձեզ թույլտվություն է պետք վեր բարձրանալու համար։ Նախքան նա կկարողանար ավարտել, տիկին Անահիտն արդեն վազում էր դեպի վերելակները։ Անվտանգության աշխատողը մի քայլ առաջ արեց, բայց ընդունարանի աշխատողը ժեստ արեց, թույլ տալով նրան գնալ։ Նա գիտեր, որ դա այն մայրն էր, ով ահազանգել էր ոստիկանություն, այն կինը, ով ժամեր էր վարել դստերը հասնելու համար։ Երբ տիկին Անահիտը մտավ սենյակ, տեսավ Մարիամին պառկած հիվանդանոցային մահճակալին, միացված մոնիտորներին ներարկումներին։ Նրա դուստրը փոքրիկ փխրուն էր թվում, այնքան տարբեր այն ուժեղ վճռական երիտասարդ կնոջից, ում նա ճանաչում էր։ Մարիամը գլուխը շրջեց, լսելով դռան բացվելը, նրա աչքերը լցվեցին արցունքներով, տեսնելով մորը։ Մայրիկ, շշնջաց նա, ձեռքերը մեկնելով։ Տիկին Անահիտը վազեց մահճակալի մոտ, գրկեց դստերը ամբողջ զգուշությամբ, փորձելով չանջատել սարքերից ոչ մեկը։ Երկուսն էլ միասին լացեցին թեթության, ցավի, երախտագիտության արցունքներ, նորից կենդանի միասին լինելու համար։ Ես կարծում էի, որ կկորցնեմ քեզ, հեկեկաց տիկին Անահիտը։ Երբ տեսա այդ տեսանյութը, երբ տեսա, թե ինչ էին անում քեզ հետ, կարծում էի, որ իմ սիրտը կկանգնի։ Ես գիտեի, որ դու ինձ կգտնես, ասաց Մարիամը, մոր ձեռքը ամուր բռնելով։ Ես աղոթում էի, որ դու տեսնես հեռարձակումը։ Գիտեի, որ եթե ինչ-որ մեկը կարող էր ինձ փրկել, դա դու կլինեիր։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, պարզապես բռնած իրար, թույլ տալով մյուսի ներկայությանը բուժել ցավի մի մասը։ Վերջապես, տիկին Անահիտը բավականաչափ հեռացավ, որպեսզի նայի դստեր աչքերին։ Իսկ երեխան։ Ինչպես է իմ թոռնիկը։ Մարիամը ձեռքը դրեց փորի վրա։ Նա լավ է։ Ուժեղ։ Բժշկուհին ասաց, որ մենք կարողացանք ամեն ինչ կայունացնել։ Նա մի փոքր էլ այստեղ կմնա, կմեծանա, կպատրաստվի տատիկին հանդիպելուն։ Տիկին Անահիտը լացակումած ծիծաղեց, համբուրելով դստեր ճակատը։ Շնորհակալություն Աստծուն։ Շնորհակալություն Աստծուն։ Բժշկուհի Կարլան այդ պահին մտավ սենյակ, ստուգելով հիվանդության պատմության թերթիկը։ Տեսնում եմ, որ տիկինը գտել է իր մորը, Մարիամ։ Ինչ լավ է։ Տիկին Անահիտ, կարծում եմ։ Այո, ես եմ, պատասխանեց տիկին Անահիտը, մաքրելով արցունքները։ Ինչպես է նա, բժշկուհի։ Իրականում։ Նա սարսափելի փորձություն է անցել, բայց նա երեխան մարտիկներ են։ Ջրազրկումը բուժվում է, գծկումները լիովին դադարել են, բոլոր կենսական նշանները նորմալանում են։ Մենք նրան կպահենք հսկողության տակ առնվազն 48 ժամ, բայց ես լավատես եմ։ Մարիամը փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է լարվածության ծանրությունը վերջապես սկսում ցրվել։ Նա ապահով էր։ Նրա երեխան ապահով էր։ Եվ նրա մայրն այնտեղ էր։ Բժշկուհի, վարանելով հարցրեց Մարիամը։ Ոստիկանությունն ասաց, որ Ռաֆայելն ու Սաբրինան ձերբակալվել են։ Դուք ուրիշ բան գիտեք։ Բժշկուհի Կարլան գլխով արեց։
Գործի պատասխանատու հետաքննիչը 1 ժամ առաջ այստեղով անցել է։ Նա ասաց, որ կվերադառնա ձեզ հետ խոսելու, երբ ավելի լավ զգաք, բայց հավաստիացրեց, որ երկուսն էլ կալանքի տակ են չեն մոտենա ձեզ։ Մարիամը գլխով արեց, թե թացած։ Նրա մի մասը, մի փոքրիկ շփոթված մասը, դեռ ինչ-որ բան էր զգում Ռաֆայելի հանդեպ։ Ի վերջո, նա 4 տարի էր անցկացրել այդ մարդու հետ, նրա կողքին մի ամբողջ կյանք էր պլանավորել։ Բայց գերակշռողը զայրույթն էր։ Զայրույթ դավաճանության, բռնության համար, Սաբրինային հավատալու համար, իրեն փոխարեն։ Մինչդեռ ոստիկանական բաժանմունքում հետաքննությունն արագորեն առաջ էր գնում։ Դատական փորձագետները զննում էին Սաբրինայի բջջային հեռախոսը, մասնավորապես այն հաղորդագրությունները, որոնք նա պնդում էր, թե ապացուցում էին Մարիամի դավաճանությունը։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին, ցնցող էր, բայց ոչ անակնկալ։ Հետաքննիչ Ֆերդինանդյան կանչեց փորձագետ Ջուլիա Սանոսյանը, թվային հանցագործությունների մասնագետ։ Հաղորդագրությունները կեղծ են։ Բոլորը։ Հետաքննիչը մոտեցավ այն սեղանին, որտեղ նա աշխատում էր։ Համոզվա՞ծ եք։ Բացարձակապես։ Նա օգտագործել է պատկերների խմբագրման ծրագիր, կեղծ էկրանի լուսանկարներ ստեղծելու համար։ Նույնիսկ չի հոգացել համոզիչ աշխատանք կատարել։ Ահա այստեղ նա մատնացույց արեց համակարգչի էկրանի մանրամասները։ Ժամ։ Երը իմաստ չունեն, մետատվյալները բոլորը սխալ են, երբ մենք ստուգեցինք Զոհի, Մարիամ Սարգսյանի հեռախոսը, այդ զրույցների ոչ մի գրառում չկա։ Ոչ ջնջված, ոչ արխիվացված։ Դրանք պարզապես երբեք գոյություն չեն ունեցել։ Հետաքննիչ Ֆերդինանդյանը զայրույթ զգաց իր ներսում։ Այսինքն նա ամեն ինչ հորինել է։ Մանիպուլյացիա է ենթարկել Զոհի ամուսնուն, որպեսզի նա մասնակցի այդ խելագարությանը, ամեն ինչ հիմնված է ստի վրա։ Հենց այդպես։ Եվ ավելին կա։ Մենք հայտնաբերեցինք հաղորդագրություններ նրա Ռաֆայելի միջադեպին նախորդող շաբաթներին։ Նա դա պլանավորում էր որոշ ժամանակ, կասկածներ սերմանելով նրա գլխում, աստիճանաբար կառուցելով պատմությունը։ Հետաքննիչը վերցրեց զեկույցը ուղղակիորեն գնաց այն սենյակ, որտեղ Սաբրինան հարցաքննվում էր։ Նա նստած էր ձեռքերը կրծքին ծալած, դեմքին մարտահրավեր արտահայտող դեմքով։ Նրա փաստաբանը մի երիտասարդ տղամարդ, ով ավելի շատ հետաքրքրված էր իր հեռախոսով, քան հաճախորդով, հազիվ աչքերը բարձրացրեց, երբ հետաքննիչը մտավ։ Սաբրինա Գրիգորյան, սկսեց հետաքննիչը, զեկույցը դնելով սեղանին։ Մենք հենց նոր վերլուծեցինք ձեր հեռախոսը։ Այն հաղորդագրությունները, որոնք դուք ցույց տվեցիք Ռաֆայելին, որոնք ենթադրաբար ապացուցում էին, որ Մարիամը դավաճանում էր նրան, կեղծ են։ Դուք ամեն ինչ հորինել եք։ Սաբրինան թարթեց աչքերը, բայց ոչինչ չասաց։ Նրա փաստաբանը, սակայն, վերջապես ուշադրություն դարձրեց։ Սպասեք, ի՞նչ։ Ձեր հաճախորդը կեղծ ապացույցներ է ստեղծել Ռաֆայել Հովհաննիսյանին համոզելու համար, որ նրա կինը սիրավեպ ունի։ Այնուհետ նա մանիպուլյացիա է ենթարկել նրան, մասնակցելու առանկման խոշտանգման պլանին։ Ամեն ինչ հիմնված է ստի վրա։ Սաբրինան վերջապես խոսեց, ձայնը լարված։ Ես ոչինչ չեմ հորինել։ Ես տեսա այդ հաղորդագրությունները, երդվում եմ։ Որտե՞ղ։ Ով ցույց տվեց ձեզ։ Որովհետև դրանք, իհարկե, չեն եկել Մարիամ Սարգսյանի հեռախոսից։ Սաբրինան վարանեց, հասկանալով, որ ինքն ավելի խորը փոսի մեջ է ընկել։ Ես լսեցի նրան հեռախոսով խոսելիս ինչ-որ մեկի հետ։ Դա ակնհայտորեն սիրավեպ էր։ Հետաքննիչը խոնարհվեց սեղանի վրա։ Դուք ինքներդ եք փորում ձեր գերեզմանը, Սաբրինա։ Յուրաքանչյուր սուտ, որը դուք ասում եք, միայն վատացնում է ձեր իրավիճակը։ Ուղիղ հեռարձակումը, կեղծ հաղորդագրությունները, ամեն ինչ փաստաթղթավորված է։ Դուք պլանավորել եք դա, իրականացրել եք դա, հիմա դրա համար կպատասխանեք։ Սաբրինան լռեց, բայց նրա աչքերը փայլում էին զայրույթից։ Նա զղջում չէր ցուցաբերում, միայն զայրույթ, բռնվելու համար։ Մեկ այլ սենյակում Ռաֆայելը նույն տեղեկությունն էր ստանում։ Երբ հետաքննիչը նրան ցույց տվեց փորձագետների զեկույցը, ապացուցելով, որ հաղորդագրությունները կեղծ էին, Ռաֆայելը զգաց, թե ինչպես է գետինն անհետանում իր ոտքերի տակից։ Դրանք կեղծ էին։ Ամեն ինչ սուտ էր։ Ամեն ինչ։ Սաբրինան հորինել է ապացույցները, ձեզ մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Ձեր կինը երբեք չի դավաճանել ձեզ, Ռաֆայել։
Երեխան ձերն է։ Ռաֆայելը ձեռքերը դրեց գլխին։ Նա ամեն ինչ կործանել էր։ Նա իր հղի կնոջը ծառին էր կապել, նրան հանրային ծաղրի էր ենթարկել, նրան երեխային մահացու վտանգի տակ էր դրել, ամեն ինչ ստի պատճառով։ Ինչպես կարող էր նա ներել ինքն իրեն։ Ինչպես կարող էր Մարիամը երբե ներել նրան։ Ես պետք է տեսնեմ նրան, ասաց նա, ձայնը կոտրված։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Հետաքննիչը գլխով արեց։ Նա ձեր դեմ ժամանակավոր սահմանափակող հրաման ունի։ Դուք չեք կարող մոտենալ նրան։ Բայց ես չգիտեի։ Ես խաբվել էի։ Եվ դուք ընտրեցիք հավատալ սիրուհուն, ձեր կնոջ փոխարեն։ Դուք ընտրեցիք նրան կապել, Ռաֆայել։ Այդ ընտրությունները ձերն էին։ Հետաքննիչը վեր կացավ։ Դուք պետք է ապրեք դրա հետանքների հետ։ Ռաֆայելը մնաց միայնակ սենյակում, մեղքի ծանրությունը ճնշում էր նրան։ Նա կորցրել էր ամեն ինչ՝ իր կնոջը, իր որդուն, իր ազատությունը, իր արժանապատվությունը։ Եվ հետդարձ չկար։ Հիվանդանոցում Մարիամը տիկին Անահիտի հետ խոսում էր ապագայի մասին։ Մայրն առաջարկել էր, որ Մարիամն ու երեխան դուրս գրվելուց հետո գնան ապրելու իր հետ Վանաձորում, գոնե մինչ ամեն ինչ կլուծվեր։ Ես չեմ ուզում փախչել, մայրիկ, զարմանալի վճռականությամբ ասաց Մարիամը։ Ես ուզում եմ մնալ այստեղ, ուզում եմ վկայել դատավարությանը, ուզում եմ, որ նրանք վճարեն իրենց արածի համար։ Նա։ Տիկին Անահիտը բռնեց դստեր ձեռքը։ Ես հասկանում եմ, աղջիկս։ Եվ ես կլինեմ քո կողքին ամեն քայլափոխի։ Մենք միասին կպայքարենք։ Մարիամը գլխով արեց, իր ներսում նոր ուժ զգալով։ Նա գոյատել էր վատագույնը։ Հիմա ժամանակն էր արդարություն փնտրելու։ 3 ամիս էր անցել անտառում տեղի ունեցած սարսափելի օրվանից։ Մարիամը մարտի վերջին ծնունդ էր տվել մի առողջ աղջկա, Բեատրիսի, 3 կիլոգրամ 200 գրամ քաշով։ Ծննդաբերությունը հանգիստ էր անցել, չնայած կատարվածին, երեխան ծնվել էր ուժեղ կատարյալ։ Տիկին Անահիտն այնտեղ էր, ծննդաբերության ողջ ընթացքում բռնելով դստեր ձեռքը, երբ Բեատրիսն արձակեց իր առաջին լացը, երկուսն էլ միասին լացեցին։ Բայց հիմա, հունիսի ցուրտ առավոտյան, Մարիամը նստած էր Գյումրիի դատարանում, Բեատրիսին գրկած, սպասելով Ռաֆայելի Սաբրինայի դատավարությանը վկայություն տալու։ Տիկին Անահիտը նրա կողքին էր, առաջարկելով լուռ, բայց մշտական աջակցություն։ Գործը մեծ արձագանք էր գտել ազգային մակարդակով։ Ուղիղ հեռարձակումը, որը դիտել էին հազարավոր մարդիկ իրական ժամանակում, այնուհետ միլիոնավոր անգամներ տարածվել սոցիալական ցանցերում, ցնցել էր երկիրը։ Իներ շարունակ լուրերը գերակշռում էին ընտանեկան բռնության, հոգեբանական մանիպուլյացիայի հանրային բացահայտման դաժանության մասին քննարկումները։ Մարիամ Սարգսյան, կանչեց դատական պաշտոնյան։ Կարող եք ներս մտնել, խնդրում եմ։ Մարիամը խորը շունչ քաշեց, Բեատրիսին հանձնեց տատիկին, մտավ դատական դահլիճ։ Սենյակը լեփ-լեցուն էր։ Լրագրողները զբաղեցնում էին նստատեղերի կեսը, տեսախցիկները տեղադրված էին թույլատրված վայրերում, իսկ հետաքրքրասերները լցնում էին մնացած տարածքը։ Կենտրոնում Ռաֆայելն ու Սաբրինան նստած էին իրենց փաստաբանների հետ, ձեռնաշղթաներով բանտային համազգեստով։ Դա առաջին անգամն էր, որ Մարիամը տեսնում էր Ռաֆայելին այդ օրվանից հետո։ Նա զգալիորեն նիհարել էր, ուներ խորսություն աչքերի տակ, երբ նրանց հայացքները հանդիպեցին, նա արագ շեղեց հայացքը, չկարողանալով պահել շփումը։ Սաբրինան, մյուս կողմից, ուղղակիորեն նայեց Մարիամին մի արտահայտությամբ, որը դեռ մարտահրավեր էր պարունակում։ Դատավոր դոկտոր Ֆերնանդո Քամփոսյանը, միջին տարիքի մի մարդ, ով հայտնի էր իր անաչառությամբ, խստությամբ, հարվա ծեծ մուրճով։ Սկսենք լսումները։ Դատախազություն, կարող եք սկսել։ Դատախազ դոկտոր Անա Պաուլա Ռոդրիգեսյանը վեր կացավ։ Նա վճռական կին էր, կանանց նկատմամբ բռնության դեպքերում տարիների փորձով, անձամբ էր ստանձնել գործը։ Ձեր մեծարգո, սա ամենաանհանգստացնող դեպքերից մեկն է, որը ես երբեք ստիպված եմ եղել քննել։ Ամբաստանյալներ Ռաֆայել Հովհաննիսյանը, Սաբրինա Գրիգորյանը առանգել են զոհին, Մարիամ Սարգսյանին, ով այդ ժամանակ 7 ամսական հղի էր, տարել են մեկուսացված տարածք, կապել նրան ծառին 35 աստիճանից բարձր ջերմաստիճանի տակ, թողել են առանց ջրի նրա նվաստացումն ուղիղ հեռարձակել աշխարհին։ Այս ամենը հիմնված է դավաճանության լիովին կեղծ մեղադրանքների վրա, որոնք հորինվել են ամբաստանյալ Սաբրինա Գրիգորյանի կողմից։
Նա մեթոդաբար ներկայացրեց ապացույցներ, ուղիղ հեռարձակման ամբողջական ձայնագրությունը, տանջանքի հոգեբանական ֆիզիկական ժամերի փաստաթղթավորված տվյալները։ Այնուհետ, փորձագետների զեկույցը, որը ցույց էր տալիս, որ հաղորդագրությունները կեղծ էին։ Դեպքի վայր հասած ոստիկանների վկայություն։ Ե.Ր. Բժշկական եզրակացություններ, որոնք մանրամասնում էին Մարիամի վիճակը, երբ նրան փրկեցին։ Մարիամին կանչեցին ցուցմունք տալու։ Սկզբում դողդոջուն ձայնով, բայց խոսելիս ուժ ստանալով, նա պատմեց ամեն ինչ։ Առանգումը, վախը, ֆիզիկական ցավը, այդպես բացահայտված լինելու նվաստացումը, երեխային կորցնելու սարսափը։ Ես ջուր էի աղաչում, ասաց նա, արցունքները հոսում էին։ Ես ողորմություն էի աղաչում։ Ասացի նրան, այն մարդուն, ում հետ 4 տարի ամուսնացած էի, որ մեր երեխան վտանգի մեջ է։ Եվ նա անտեսեց ինձ։ Երկուսն էլ անտեսեցին ինձ։ Երբ ինձ փրկեցին, բժիշկներն ասացին, որ մեկ ժամ, միգուցե 2, ես կարող էի անդառնալի բարդություններ ունենալ։ Իմ երեխան կարող էր մշտապես տուժած լինել։ Սենյակում բացարձակ լռություն էր։ Նույնիսկ ամենադժվար պատմություններին սովոր լրագրողները տեսանելիորեն հուզված էին։ Ինչպե՞ս եք զգում ձեզ ամբաստանյալների նկատմամբ այսօր, հարցրեց դատախազը։ Մարիամը մաքրեց արցունքները։ Սաբրինայի նկատմամբ զայրույթ եմ զգում։ Նա ստեր է հորինել, մանիպուլյացիայի է ենթարկել իմ ամուսնուն սառնասրտ։ Որեն պլանավորել ամեն ինչ։ Նա մինչ այսօր ոչ մի զղջում չի ցուցաբերել։ Ինչ վերաբերում է Ռաֆայելին, նա ուղղակիորեն նայեց նրան։ Ցավ եմ զգում։ Ցավ, որ նա թույլ է տվել իրեն այդքան հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկել, որ նա ընտրել է հավատալ ստերին, ինձ վստահելու փոխարեն։ Բայց դա նրան չի արդարացնում։ Նա ընտրություններ է կատարել, այդ ընտրությունները գրեթե արժեցել են մեր երեխայի կյանքը։ Ռաֆայելը գլուխը կախեց, ուսերը դողում էին։ Նա լացում էր։ Երբ հերթը հասավ Ռաֆայելի պաշտպանությանը, նրա փաստաբանը փորձեց պնդել, որ նա մանիպուլյացիայի էր ենթարկվել, որ նա նույնպես զոհ էր։ Սաբրինայի փաստաբանը իր հերթին փորձեց նվազեցնել նրա գործողությունները, ասելով, որ նա Ռաֆայելի հետ հարաբերությունների մեջ էր, որ նրա գործողությունները, չնայած ծայրահեղ էին, եկել էին էմոցիոնալ ցավի տեղից։ Դատախազը ջախջախեց 2 փաստարկներն էլ։ Ռաֆայել Հովհաննիսյանը չափահաս տղամարդ է, ով գիտակցված որոշումներ է կայացրել։ Նա իր հղի կնոջը կապել է իր ձեռքերով։ Նա տեսել է, թե ինչպես է նա տառապում ոչինչ չի արել կանխելու համար։ Ինչ վերաբերում է Սաբրինա Գրիգորյանին, նա ամեն ինչ նախապես պլանավորել է։ Կեղծ հաղորդագրությունների մշակումը շաբաթներ է տել։ Նա կասկածներ է սերմանել, մանիպուլյացիայի է ենթարկել, իրականացրել պլանը։ Ոչ մի էմոցիոնալ ցավ չի արդարացնում խոշտանգումը։ Սաբրինային կանչեցին ցուցմունք տալու։ Ի տարբերություն Ռաֆայելի, նա զղջում չէր ցուցաբերում։ Ես սիրում էի Ռաֆայելին, սառնասրտորեն ասաց նա։ Եվ նա խոչընդոտ էր։ Եթե նա հղի չհայտնվեր, ասելով, որ երեխան իրենն է, մենք միասին երջանիկ կլինեինք։ Այսինքն դուք խոստովանում եք, որ հորինել եք ապացույցները, հարցրեց դատախազը։ Սաբրինան վարանեց։ Նրա փաստաբանը փորձեց միջամտել, բայց նա անտեսեց նրան։ Ես արեցի այն, ինչ պետք էր անել, նրա աչքերը բացելու համար։ Մարիամը ստախոս էր, մանիպուլյատոր։ Ամբողջ դատարանը ցնցված էր նրա կարեկցանքի կամ զղջման բացակայությունից։ Դատավորը միջամտեց։ Տիկին Գրիգորյան, գիտակցում եք, որ ձեր խոստովանությունը միայն ամրապնդում է ձեր դեմ հարուցված գործը։ Սաբրինան չպատասխանեց, բայց նրա դեմքը կարմիր էր զսպված զայրույթից։ Ռաֆա Ելը նույնպես ցուցմունք տվեց։ Ի տարբերություն Սաբրինայի, նա ակնհայտորեն կործանված էր։ Ես արդարացումներ չունեմ, ասաց նա, ձայնը խեղդված։ Ես վախկոտ էի։ Ես հավատացի ստերին, որովհետև դա ավելի հեշտ էր, քան առերեսվել այն ճշմարտության հետ, որ ես դավաճանում էի իմ կնոջը։ Ես իմ մեղքը նրա վրա եմ գցել։ Եվ գրեթե ամեն ինչ կորցրեցի դրա համար։ Նա նայեց Մարիամին։ Ես գիտեմ, որ ներողություն խնդրելու իրավունք չունեմ, բայց ես խորապես ցավում եմ։ Ամեն օր բանտում մտածում եմ Բեատրիսի մասին, իմ դստեր, ում երբեք չեմ ճանաչի, գիտեմ, որ դա իմ ընտրությունների հետանքն է։ Մարիամը ցավի սուր զգացողություն ունեցավ, լսելով նրան։ Բայց դա բավական չէր։
Բառերը չէին կարող ջնջել այն, ինչ նա արել էր։ Ժամեր տաց քննարկումներից հետո դատավորը վերջապես հրապարակեց իր դատավճիռը։ Ռաֆայել Հովհաննիսյան, դուք դատապարտվում եք առանգման, խոշտանգման, ուրիշի կյանքը վտանգի ենթարկելու զրպարտության համար։ Հաշվի առնելով բոլոր ծանրացնող հանգամանքները, պատիժը 40 տարի ազատազրկում է փակ ռեժիմով։ Դահլիճում շշուկ անցավ։ 40 դ. Արին ծանր դատավճիռ էր, բայց քչերը չհամաձայնեցին։ Սաբրինա Գրիգորյան, դուք դատապարտվում եք նույն հանցագործությունների համար, կեղծ ապացույցներ հորինելու պլանավորման իրականացման ծանրացնող հանգամանքով։ Պատիժը 25 տարի ազատազրկում է փակ ռեժիմով։ Սաբրինան կտրուկ ոտքի կանգնեց։ Սա անարդար է։ Ես եմ զոհն այստեղ։ Նստեք, սառնասրտորեն հրամայեց դատավորը։ Նիստը փակվում է։ Մարիամը դուրս եկավ դատարանից, զգալով թեթության հյուծվածության խառնուրդ։ Տիկին Անահիտը նրան սպասում էր դրսում, Բեատրիսի հետ։ Երեխան հանգիստ քնած էր, անտեղյակ իր շուրջը ծավալվող դրամայից։ Վերջացավ, աղջիկս, ասաց տիկին Անահիտը, գրկելով Մարիամին։ Արդարություն իրականացավ։ Մարիամը նայեց դստերը, այնքան փոքրիկ անմեղ։ Այո, մեղմորեն ասաց նա։ Հիմա կարող ենք նորից սկսել։ Դատավարությունից 3 ամիս անց Մարիամը կանգնած էր Գյումրիի կենտրոնում նոր վերանորոգված շենքի դիմաց։ Ճակատը, որը նախկինում մոխրագույն մաշված էր, հիմա ներկված էր դեղին սպիտակ երանգներով, փոխանցելով ջերմություն հույս։ Մեծ ցուցանակը մուտքի մոտ ասում էր, արի լույսը հիմնադրամ, բռնության զոհ դարձած կանանց ապաստան։ Տիկին Անահիտը նրա կողքին էր, բռնելով Բեատրիսին, ով հիմա 9 ամսական էր գնալով ավելի խելացի էր դառնում, մրմնջալով ժպտալով շուրջ բոլորին։ Նրանց շուրջը մի փոքր խումբ մարդիկ կային, համայնքի անդամներ, լրագրողներ, ովքեր լուսաբանել էին գործը սկզբից, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հիմնականում կանայք։ Կանայք, ովքեր, ինչպես Մարիամը, գոյատել էին բռնության չարաշահման իրավիճակներում։ Հիմնադրամի գաղափարը ծագել էր դեռ Բեատրիսի հղիության ընթացքում, երբ Մարիամը հիվանդանոցում էր, ապաքինվելով։ Նրան խնամող հոգեբանը մեկնաբանել էր տարածաշրջանում խոցելի վիճակում գտնվող կանանց համար ռեսուրսների բացակայության մասին։ Մարիամը, դեռ մարսելով իր սեփական տրավման, մտածեց. Եթե ես կարողացա գոյատել, ուզում եմ օգնել այլ կանանց անել նույնը։ Տիկին Անահիտի աջակցությամբ, ով վաճառեց իր տունը Վանաձորում, վերջնականապես տեղափոխվեց Գյումրի, դստերը օգնելու համար, Մարիամը սկսեց աշխատել նախագծի վրա։ Նա օգտագործեց Ռաֆայելից ստացած փոխհատուցման մի մասը, կազմակերպեց դրամահավաքի արշավներ, աջակցություն ստացավ տեղական գործարարներից, ովքեր զգայուն էին նրա պատմության նկատմամբ։ Արդյունքը այնտեղ էր, այդ եռահարկ շենքում, որը կառաջարկեր ժամանակավոր ապաստան, հոգեբանական աջակցություն, իրավական օգնություն, մասնագիտական ուսուցում այն կանանց համար, ովքեր պետք է վերակառուցեին իրենց կյանքը բռնության իրավիճակներից հետո։ Մարիամը բռնած էր խոսափողը, նայելով հավաքված մարդկանց։ Նա դեռ նյարդային էր զգում հանրային ելույթ ունենալիս, բայց գիտեր, որ պետք է դա աներ։ Նրա պատմությունն ուժ ուներ, նա ուզում էր այն օգտագործել բարիքի համար։ Բարի լույս բոլորիդ, սկսեց նա, ձայնը հաստատուն, չնայած նյարդերին։ Իմ անունը Մարիամ Սարգսյան է, 1 տարուց էլ քիչ առաջ ես կապված էի ծառին, 7 ամսական։ Հղի, պայքարում էի իմ կյանքի դստերս կյանքի համար։ Այսօր ես այստեղ եմ ազատ, առողջ, այս գեղեցիկ երեխայի կողքին, նա ժպտաց, նայելով Բեատրիսին, բացելու մի տարածք, որը հույս ունեմ կօգնի այլ կանանց գտնել նույն ուժը, որը ես գտա։ Հանդիսատեսից ոմանց աչքերում արցունքներ կային։ Մարիամի պատմությունը խորապես հուզել էր շատ սրտեր։ Այս ապաստանը պարզապես քնելու կամ թաքնվելու վայր չէ, շարունակեց Մարիամը։ Դա վերածնվելու վայր է։ Այստեղ կանայք կգտնեն փաստաբաններ, ովքեր կօգնեն նրանց ստանալ պաշտպանական հրամաններ, ամուսնալուծվել բռնարար զուգընկերներից, ստանալ իրենց երեխաների խնամակալությունը։ Նրանք կգտնեն հոգեբաններ, ովքեր կօգնեն նրանց մարսել տրավման վերակառուցել իրենց ինքնագնահատականը։ Նրանք կգտնեն ուսուցիչներ, ովքեր կսովորեցնեն նրանց նոր հմտություններ, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ապրել։ Մարիամը դադար տվեց, ուղղակիորեն նայելով ներկա կանանցից ոմանց, ում մասին գիտեր, որ դժվար իրավիճակներում էին։ Եվ ամենակարևորը, նրանք կգտնեն այլ կանանց։ Նրանք կբացահայտեն, որ մենակ չեն, որ իրենց հետ կա։ Ատարվածը իրենց մեղքը չէր, որ ավելի լավ ապագայի հույս կա։
Հանդիսատեսից մի երիտասարդ կին, 20 տարեկանից ոչ ավելի, ամաչկոտորեն բարձրացրեց ձեռքը։ Մարիամը գլխով արեց, թույլ տալով նրան խոսել։ «Դուք վախենու եք», հարցրեց երիտասարդ կինը, «որ նա մի օր դուրս կգա բանտից ու կգա ձեր հետից»։ Մարիամը անկեղծորեն քննարկեց հարցը։ «Այո», խոստովանեց նա։ «Ես չեմ ստի ասելով, որ լիովին հաղթահարել եմ ամեն ինչ։ Երբեմն դեռ մղձավանջներ եմ տեսնում։ Դեռ վախենում եմ, երբ փողոցում արծաթագույն բեռնատար մեքենա եմ տեսնում։ Բայց սովորել եմ, որ վախը չի կարող ինձ անդամալույց դարձնել։ Վախը կարող է ինձ ավելի զգույշ դարձնել, ավելի պատրաստված, բայց չի կարող խանգարել ինձ ապրել»։ Նա նայեց Բեատրիսին, ով փորձում էր բռնել տիկին Անահիտի ականջողերից մեկը։ «Ես հիմա դուստր ունեմ։ Նա պետք է տեսնի, որ իր մայրը ուժեղ է, որ իրեն թույլ չի տվել կործանվել կատարվածից։ Ես ուզում եմ, որ նա մեծանա, իմանալով, որ միշտ կա հաղթահարելու մի միջոց, միշտ կա լույս թունելի վերջում»։ Գյումրիի քաղաքապետը, ով ներկա էր, բարձրացավ ինքնաշեն փոքրիկ։ «Հարթակ, քաղաքի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարիամին տիկին Անահիտին այս նախաձեռնության համար։ Արի լույսը հիմնադրամը կլրացնի մեր սոցիալական ծառայությունների կարևոր բացը, ես վստահ եմ, որ այն կփրկի կյանքեր»։ Ելույթներից հետո Մարիամը կտրեց բացման ժապավենը։ Ապաստանի դռները բացվեցին, բոլորին հրավիրեցին շրջեց կատարել հաստատությունում։ Կային հարմարավետ սենյակներ, մանկապարտեզ, որպեսզի մայրերը կարողանային թողնել իրենց երեխաներին, մինչ աշխատում կամ սովորում էին, խմբային թերապիայի սենյակ, փոքր, բայց լավ համալրված գրադարան, համայնքային խոհանոց։ Մի տարեցկին, ում Մարիամը ճանաչեց որպես այն տան հարաններից մեկը, որտեղ նա ապրում էր Ռաֆայելի հետ, ամաչկոտորեն մոտեցավ։ «Մարիամ, ես ուզում էի ներողություն խնդրել քեզնից», ասաց նա, ձայնը խեղդված։ «Այդ օրը, երբ նրանք քեզ տարան, ես տեսա, թե ինչպես էին քեզ տեղավորում բեռնատար մեքենայի մեջ, տեսա, որ ինչ-որ բան այն չէր։ Բայց ոչինչ չարեցի։ Վախեցա, կարծեցի, որ դա իմ գործը չէր։ Ես շատ եմ ցավում»։ Մարիամը գրկեց կնոջը։ «Տիկին Սելիա, մի մեղադրեք ինքներդ ձեզ։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դա կկատարվի։ Կարևորն այն է, որ մենք հիմա այստեղ ենք, փորձելով փոփոխություն մտցնել»։ Օրվա վերջում, երբ բոլոր այցելուները հեռացան, Մարիամը, տիկին Անահիտը, Բեատրիսը մնացին միայնակ ապաստանում։ Նրանք քայլեցին լուռ միջանցքներով, պատկերացնելով այն կանանց, ովքեր շուտով կլցնեին այդ տարածքը իրենց պատմություններով, իրենց ցավերով, բայց նա իրենց հույսերով։ «Դու զարմանալի բան ես կառուցել, աղջիկս», ասաց տիկին Անահիտը, ձեռքը դնելով Մարիամի ուսերին։ «Ամենախորը ցավից դու դուրս ես բերել մի գեղեցիկ օգտակար բան։ Ես այնքան հպարտ եմ քեզնով»։ Մարիամը գլուխը հենեց մոր ուսին։ «Ես չէի կարողանա առանց քեզ, մայրիկ։ Դու փրկեցիր իմ կյանքը այդ օրը։ Եվ ամեն օր այդ օրվանից հետո»։ Նրանք միասին դուրս եկան շենքից, Մարիամը հրում էր Բեատրիսի մանկասայլակը, ով վերջապես քնել էր։ Արը մայր էր մտնում Գյումրիի վրա, նկարելով երկինքը նարնջագույն վարդագույն գույներով։ Դա գեղեցիկ մայրամուտ էր, խոստանալով նոր օր։ Մարիամը վերջին անգամ հետ նայեց, տեսնելով արի լույսը։ Հիմնադրամի լուսավորված ցուցանակը։ Դա էր իր ժառանգությունը։ Ոչ թե այն բռնությունը, որը նա կրել էր, ոչ թե այն նվաստացումը, որը նա տեսել էր, այլ սա։ Բուժման, հույսի, նոր սկզբի վայր։ 1 տարի առաջ նա կապված էր ծառին, վստահ, որ ամեն ինչ կկորցնի։ Այսօր նա ազատ էր, իր առողջ դստերը գրկած իր սիրելի մոր կողքին, պատրաստ բացելու մի ապաստանի դռները, որը կարող էր փրկել տասնյակ, միգուցե հարյուրավոր կանանց։ Ճանապարհը հեշտ չէր եղել։ Կային սպիներ, ֆիզիկական հուզական, որոնք միգուցե երբեք լիովին չանհետանային։ Բայց կար նա ուժ, դիմացկունություն, նոր նպատակ։ «Գնանք տուն», հարցրեց տիկին Անահիտը։ Մարիամը ժպտաց։ «Գնանք»։ Եվ միասին մայրը, դուստրը թոռնիկը քայլեցին դեպի այն ապագան, որը կառուցել էին քաջությամբ, վճռականությամբ, սիրով։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի, տիկին Անահիտի փոքրիկ Բեատրիսի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս ցավի, հաղթահարման վերածննդի ճանապարհը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա լույսի հնարավորություն։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեր մոտ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հետելու նմանապես հուզիչ ոգեշնչող այլ պատմություններին։
Սեղմեք այս տեսանյութի հավանության կոճակը, կիսվեք մեկնաբանություններում։ Պատմության ո՞ր մասն է ձեզ ամենաշատը հուզել։ Դուք ճանաչո՞ւմ եք մեկին, ով պետք է լսեր Մարիամի հույսի ուղերձը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, մարդկային ոգու ուժը, ողբերգությունը, նպատակի վերածելու կարողությունը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Անհամբեր սպասում ենք կարդալու ձեր մեկնաբանությունները, շարունակելու այս հուզական ճանապարհը միասին։ Մինչ հաջորդ պատմությունը։